Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իսրայելի Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել են մի շարք չվերթներ, առաջինը չվերթների հետաձգման հայտարարությամբ հանդես եկավ Flyone ավիաընկերությունը հայտարարելով Թել Ավիվ, Երևան, Թել Ավիվ չվերթն հետաձգելու մասին, ապա հայտնի դարձավ, որ հետաձգվել կամ չեղարկվել են նաև դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ չվերթները, մի քանիսն էլ փոխել են օդային երթուղիները։ Չեղարկված են Fly Dubai ավիաընկերության Դուբայ, Երևան, Դուբայ, Wizz Air-ի Աբու Դաբի, Երևան, Աբու Դաբի չվերթները, չեղարկվել են նաև Air Arabia-ի Շարժա, Երևան, Շարժա, Armenia Airways-ի Թեհրան, Երևան, Թեհրան չվերթները։ Ուղևորներից շատերը հենց օդանավակայանում էին տեղեկացել թռիչքների հետաձգման կամ չեղարկման մասին, մյուսները թեև նախապես էլ գիտեին պատերազմական իրավիճակի ու չվերթների հետաձգման մասին, բայց օդանավակայանում էին։ Ժամի 11:10 պետք է թռներ, այսօր, ճիշտ ասած տանից կասկածանքով ենք եկել, եկանք հասանք ստեղ, տեսանք կասկածանքը ճիշտ է։ Հիմա եթե այս թռիչքը չլինի, ես բան եմ անում առավոտը գետնով, այսինքն ավտոբուսով կերտամ։ Մա Իրանի հաստամ։ Ես իրանցի եմ, 3-4 օր այստեղ եմ, հիմա ուզում եմ հետ վերադառնամ Թեհրան, ցավոք սրտի պատերազմի պատճառով անորոշ նստել ենք ստե ինչպես բոլոր Իրան գնացողները։ Հնարավոր համարում են, որ այդուհանդերձ թռիչք կլինի դեպի Իրան։ برای پرواز که خیلی استرس دارم. Թռիչքի համար շատ լարված եմ, մեծ ցանկություն ունեմ, որ թռիչքը կատարի վերադառնամ ես իմ ընտանիքի մոտ։ Ուր էիք մեկնում եւ ինչ իրավիճակ է սպասում։ Մեկնում էի Աբու Դաբի, մինչև գալս նու որ եկա, դեռ ժամանակին էր տրված թռիչքի համար, հետո չեղալ հայտարարվեց, մի քիչ տխուր ենք, տրամադրություններս բարձր էր բավականին մի քիչ նեղված ենք, բայց կամպանիայի հետ խոսել ենք, ասել է, որ պլյուս մինուս 5 օրով, նաև մի 5 օրվա տարբերությամբ հնարավոր է թռիչքը էլի լինի, քանի որ հյուրանոցն արդեն ամրագրած էր մեր, հյուրանոցի հետ պետք է խոսենք, որ օրը գոնե փոխենք, որտեղ եթե չլինի, ամեն ինչ գնում է կորի էլի, որտեղ հետ վերադարձ դժվար անեն։ Հիմա պետք է սպասենք, տեսնենք այս 5 օրվա մեջ ավիաընկերությունը ինչ է մեզ ասում, դրանով արդեն հասկանանք թռնում ենք թե չէ։ Սա չի կարող գա, որտև մի անգամ որ մի սամալյոտ կրակել է մի սամալյոտին ընկել է Վրաստանի մեջ ու բան, հիմա չի թողում սամալյոտը գա։ Իսկ դու սպասում էիր, որ արձակուրդ ես գնալու ես հանդիսանալու։ Այո։ Պարսկաստանը փակել է իր դռները այդ պատերազմական իրավիճակի պատճառով։ Վաղ առավոտյան Փաստինֆոն տեղեկություններ էր ստացել այն մասին, որ Զվարթնոց օդանավակայանում վայրեջք է կատարել դեպի Դուբայ մեկնող մի քանի չվերթ, որոնց մեջ կային նաև ադրբեջանցիներ։ Տեղեկության վերաբերյալ մեկնաբանության համար Փաստինֆոն կապ հաստատեց Քաղավիացիայի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանի հետ, ով նշեց, որ գիշերը 4:30-ից հետո, երբ փակվել է Իրանի օդային տարածքը, 3 ինքնաթիռ իջել է Երևանում։ Դրանք են Մինվոդի Դուբայ, Բելգրադ Դուբայ, Կազան Շարժա չվերթները։ Մեզ հաջողվել է զրուցել Բելգրադից Դուբայ թռչող ինքնաթիռի մի շարք ուղևորների հետ։ 3:25 мы вылетели из Минеральных вод, находясь в воздухе. Нам сообщили о том, что самолет разворачивается на посадку в Ереван, ввиду того, что начались боевые действия между Ираном и Израилем. И что говорят, когда вылетите, когда Ничего не известно пока. У нас компания, которая нам сообщила, что пока точную информацию предоставить не могут. Сегодня часов в 6-7 обещают уже дать какую-то определенную информацию. Что планируете делать? Познакомиться с армянской культурой. Сейчас будем знакомиться с людьми, общаться и заводить новые знакомства. Наслаждаться воздухом и природой Армении. Мы летели из Белграда в Дубае. Пролетели мы пару часов, мы спали, нам объявили, что мы садимся в Ереване. Мы пока не понимали, почему нас садят в Ереване. Нас посадили наверное, около часа мы сидели в самолете. Потом нас выпустили из самолета, и дальше нам ничего не говорили, мы сидели долго, никто к нам не подходил от авиакомпании, до сих пор нам ничего не говорят, когда мы полетим, дадут ли нам гостиницу, вот нас только там сейчас накормили и все. И пока мы находимся в таком подвешенном состоянии, не знаем, можем ли мы пойти по городу погулять,
или только можем сидеть в аэропорту. Насчет билетов что-нибудь сказали? Может быть, смещат или продолжится рейс? Мы летели до Дубая, то есть у нас не было никаких пересадок далее, нам повезло. А люди, знаю, что очень много людей летело дальше, и у них билеты пропали. Насколько мне известно, авиакомпания не собирается ничего возмещать и говорит, обращайтесь в свои авиакомпании, чтобы там возмещали вам стоимость билетов. Насчет азербайджанцев очень много так слухов, что на борту были люди азербайджанского национальности. Что-нибудь заметили или знаете? Нам сказали, что у кого есть азербайджанский паспорт, они не могут выходить из самолета. Fly Dubai ավիաընկերության մենեջեր Դավիթ Սարգսյանը Փաստինֆոյի հետ զրույցում հայտնեց, որ ավիաընկերությունն ունի հյուրանոցներ, որոնց հետ աշխատում է, սակայն ֆորս մաժորային իրավիճակ է եւ ակտիվ հանգստի շրջան, ուստի ազատ համարներ գտնելը բավական բարդ է, այն էլ միանգամից 300 հոգու համար։ Ավիաընկերությունն այս պահին այլընտրանքային ճանապարհներ է փնտրում ուղևորներին Դուբայ հասցնելու եւ հետագայում չվերթներն իրականացնելու համար։ Նախնական տվյալներով Մինվոդիից եւ Բելգրադից Դուբայ թռչող ինքնաթիռների թռիչքը նախատեսվում է ժամը 9-ին։ Սարգսյանը տեղեկացրեց, որ օդանավում հիմնականում ռուսներ, սերբեր եւ արաբներ են եղել։ Մեզ չհաջողվեց հանդիպել եւ զրուցել Կազան շարժը չվերթի ուղևորների հետ, որում էլ ենթադրաբար եղել են ադրբեջանցիներ։